Երգչուհի դերասանուհի Նարինե Մկրտումյանը շուտով կհայտնվի հեռուստադիտողների սիրելի պրոդյուսեր Ելենա Արշակյանի նոր «Տաքսիստը» հեռուստասերիալում։ Այս լուրը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ Նարինեի երկրպագուները վաղուց էին սպասում նրան կրկին տեսնել սերիալային նոր նախագծում։ Թեև սա Նարինե Մկրտումյանի առաջին համագործակցությունն է Ելենա Արշակյանի ստեղծագործական խմբի հետ, դերասանական ոլորտը նրա համար բոլորովին էլ նոր չէ։ Տարիների ընթացքում նա հասցրել է ներկայանալ տարբեր նախագծերում, ապացուցելով, որ բեմական ու դերասանական արվեստը նրա համար նույնքան հոգեհարազատ են, որքան երգարվեստը։ Հեռուստադիտողները Նարինեին հիշում են հատկապես «Սրտին հակառակ», «Խաբկանք» սերիալներից, որտեղ նա մարմնավորել է տարբեր կերպարներ և արժանացել հանդիսատեսի ջերմ արձագանքին։ Բացի դրամատիկական սերիալներից, նա նկարահանվել է նաև սիթքոմներում, բացահայտելով իր հումորի զգացումը, անմիջականությունն ու էկրանային ազատ պահվածքը։ Նրա մասնակցությամբ տեսարանները հաճախ առանձնացել են բնական խաղով և հանդիսատեսին գրավելու ունակությամբ։ Առայժմ չի բացահայտվում, թե «Տաքսիստը» սերիալում ինչ կերպար է մարմնավորելու երգչուհի դերասանուհին։ Ստեղծագործական խումբը գաղտնի է պահում մանրամասները, փորձելով ինտրիգը պահպանել մինչև սերիալի մեկնարկը, սակայն արդեն իսկ բազմաթիվ քննարկումներ են ծավալվել սոցիալական հարթակներում, որտեղ երկրպագուները փորձում են կռահել արդյոք Նարինեն հանդես կգա գլխավոր դերերից մեկով, դրական, թե անսպասելի հակասական կերպարով։ Մի բան սակայն հստակ է՝ Նարինե Մկրտումյանը բազմիցս ապացուցել է, որ չի վախենում նոր փորձություններից և յուրաքանչյուր նոր կերպարի մեջ ներդնում է իր անհատականությունը։ Նրա երկրպագուները վստահ են, որ անկախ այն հանգամանքից, թե որքան մեծ կամ փոքր կլինի նրա դերը, նա կրկին կկարողանա գրավել հեռուստադիտողների ուշադրությունը և արժանանալ նրանց համակրանքին։ Հիշեցնենք, որ «Տաքսիստը» Ելենա Արշակյանի սպասված նոր նախագծերից է, որի շուրջ հետաքրքրությունը մեծ է դեռևս նկարահանումների փուլից։ Սերիալի դերասանական կազմը շարունակաբար համալրվում է նոր անուններով, իսկ Նարինե Մկրտումյանի միանալը նախագծին դարձել է ամենաքննարկվող նորություններից մեկը։ Մնում է սպասել սերիալի եթերին և տեսնել, թե ինչ անակնկալ կերպով կներկայանա Նարինե Մկրտումյանը, սակայն եթե դատենք նրա նախորդ աշխատանքներից, ապա կարելի է վստահել, որ նա ինչպես միշտ կարդարացնի հեռուստադիտողների սպասելիքները և իր մասնակցությամբ նոր գույներ կհաղորդի սերիալի ընթացքին։ Հիշեցնենք, որ նա նկարահանվել է «Գիտունոյդում» մարմնավորելով Սոնային, «Խաբկանքը» Նարինեին, «Սյուրպրիզում» 3 և 4 եթերաշրջաներում Իլոնային, «Մենք փնտրում ենք» հարսնացու Սվետային և «Սրտին հակառակ» սերիալում Անիին։ Դերասանուհին իր հարցազրույցներից մեկում խոսել է նաև իր ընտանիքի մասին, նշելով, որ «Ամուսինս երբ գալիս է աշխատանքից, ես եմ գնում, երևի կարոտում ենք իրար, դրա համար էլ մեր ընտանիքը կայուն է, նաև հարգում ենք միմյանց մասնագիտությունը, միասին ենք որոշում կայացնում, մի ընդհանուր գաղափարի ենք գալիս, դժվարություններ շատ են եղել, բայց վերջին տարիների ընթացքում բաժանվելու մասին չենք էլ մտածել։ Դա հիմնականում սկզբում է լինում, երբ բնավորությունները տարբեր են, մինչև մարդիկ հարմարվում են իրար։ Վստահեցնում եմ, որ այս կյանքում ամեն ինչ կարելի է ներել հանուն ընտանիքի, երեխաների և հանուն այն սիրո, որը կա և շարունակական է։ Ես առանց իմ ընտանիքի չեմ կարող, առանց իմ ամուսնու չեմ կարող ապրել, ուղղակի կկործանվեմ», ասել էր Նարինեն։ Մեծ և աղմկոտ ընտանիք եմ սիրում, կյանքի իմաստը ընկերների հետ հանդիպումների, տանը հավաքույթներ անելու, հյուրընկալության մեջ է, էլի շատ հյուրեր ենք ունենում, բայց երբ ընտանիքը մեծ է լինում, աժիոտաժն ավելի է լինում։ Ամուսնուս ծնողներին շատ սիրում ու հարգում եմ, պատրաստ եմ ապրել նրանց հետ, բայց պայմաններից ելնելով չէինք կարող, եզրափակել է երգչուհին։ Երգչուհին նույն հարցազրույցներից մեկում խոսել է նաև 4-րդ տարբերակի փլուզման մասին, նշելով. «4-րդ տարբերակը փլուզվեց Գոհար Հովհաննիսյանի դուրս գալու պատճառով, իր որոշումն էր և մենք իրավունք չունեինք խառնվելու։ Գոհարը մեր էստրադային կատարումները համեմատում էր ժողովրդական տարրերով, այն ինքնատիպ էր դարձնում։ Երեքով նոր երգի տեսահոլովակ ներկայացրինք, որը չսիրվեց, մի տեսակ կիսատ էր ու դրանից հետո խումբն անկում ապրեց։ Ինչ վերաբերում է հարաբերություններին, երբեք չենք դադարի ընկերուհիներ լինի։ Ոչ մի կեղտոտ շոու-բիզնես և դրա ներկայացուցիչ, պրոդյուսեր, դիզայներ, պարի ուսուցչուհի չի կարող բաժանել կամ վեճի առիթ տալ մեզ, ով կփորձի ինձ հետ գործ կունենա։
Խմբի բաժանումից հետո իհարկե սթրես ապրել եմ, դրան գումարվեց բալիկներ ունենալու շրջանը և կարիերաս հետին պլան մղվեց։ Աղջկաս ծննդից հետո ինձ փրկել է Միացյալ Նահանգներում տեղի ունեցած համերգը։ Իհարկե կարոտում էի 4 ամսական երեխայիս, բայց ուրախ էի, որ բեմում եմ, իսկ տղայիս ծննդից հետո մեր խումբն արդեն փլուզման եզրին էր, բայց Կապանից հավաքական համերգի հրավեր ստացանք։ Հիշում եմ, անհամբեր սպասում էի, որ բալիկս ծնվի ու կարողանամ մասնակցել։ Նա 41 օրական էր, երբ այլ երգիչ-երգչուհիների հետ գնացի համերգների։ Դե ինչ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք, ինչ եք կարծում, ինչպիսի կերպար է մարմնավորելու դերասանուհին և արդյոք նա կարդարացնի հեռուստադիտողների սպասելիքներն ինչպես նախորդ նախագծերի ժամանակ։